ենք առաջի երկու սեզոն անվտանգ քշելու վիդեոն, այսօր կլինի մաս 4-րդ ու կլինի մի քանի բան, որ պետք չի, որ դուք անեք, ցանկալի չի, որ անեք, լավ կլինի չանեք։ Առաջի երկու սեզոնը կամ ընդհանրապես։ Առաջինը, որ կխոսենք մի առ մոտոցիկլետը հետագայի ռաշոտով, նա վիրաստ։ Դի 4-5 տարեկան երեխու շոր չի, որ ասես մեկա մեծանալու է, հակին փոքր լինելու, մի 2 տարի հետո փոխելու կարիք լինելու։ Մոտոյի դեպքում მეტի չի աշխատում, պետք չի այդպիսի բան ունել։ Առ փոքր կուբատորայով մի հատ բան ու սկզբի համար սովորիր, միայն քշել։ Պետք չի նայել, որ վայ մի անգամից 750 վերցնեմ, 1000 վերցնեմ, 1500 վերցնեմ, դա այդպես չի աշխատում։ Առ այնպիսի բան, որի վրա սովորես, որը չափսոսաս մի քիչ ջարդելուց եւ այլն։ 2 տարի զուտ սովորիր։ Երկրորդ թեման մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ մոտոցիկլետը լինի անսրք վիճակում, բացառվում է։ Սա մեքենա չի, որ տորմոզների կես չաշխատի կամ ինչ որ վրան անսարք մասեր լինեն, ասես հա ոչինչ վաղը կսարքի։ Մոտոյի դեպքում դա չի աշխատում։ Մոտոցիկլետը պիտի միշտ լինի իդեալական վիճակում, սարքին ամեն ինչը հրաշք աշխատի, ժամանակին բոլոր ռասխոդնիկները փոխած, տիպը նոր բագրիշկա միշտ, նոր տормозной колодка, նորմալ ժիտկոсть, ամորտիզատորների մեջի յուղը փոխած, մաքուր ֆիլտրեր, նորմալ բենզին, նորմալ յուղ մեջը չի կարելի թույլ տալ, որ մոտոցիկլետի վրա ինչ որ անսարք աշխատող դետալ լինի։ Դա շատ վտանգավոր է, որովհետև այդ անսարքությունը բերում է վթարի միանգամից։ Մեքենայով եթե վթար լինի, երևի քեզ ոչ մի բան չի լինի, ասենք որ տորմոզները չաշխատի։ Մոտոյով որ վթար լինի տորմոզները չաշխատելու պատճառով, մի ֆակտ, որ քեզ ոչ մի բան չի լինի։ Երրորդ, պետք չի մոտոցիկլետին նայել որպես ֆակտոր կրուտոսти։ Մոտոցիկլետին առաջի 2 սեզոնը նայի որպես հերթական մասնագիտություն, որ պիտի նորմալ սովորես ու դառնաս դրա մասնագետ։ Նայիր սովորական հերթական գործի, մասնագիտության, առաջադրանքի հերթական, որ պիտի կարողանաս լավ անել այդ գործը։ Հենց նայում ես որպես վայ ամենակրոտոյ ինչ որ բանը առնեմ, մնացած այդ կարևոր մանր-մունր բաները արանքից բաց ես թողնում։ Սկզբից 2 տարի մի նայիր, կրոտոյ չի, ով է նայելու, ով չի նայելու, մեծ արմով սաղ թքածն են, թե դու ինչ ես քշում։ Վերցրա անենց բան, որ 2 տարի զուտ սովորես, որպես ուտիլիտար տեխնիկանայի զուտ սովորես, կարողանաս լավ քշել։ Կհասնես ինչ որ լավ վիճակի։ Դրանից հետո կառնես այն ինչ որ ամբողջ կյանքդ երազում էիր։ 4-րդ, մի քշիր մոտոցիկլետը ամբողջ հնարավորությամբ 100%-ով ինչ որ դու գիտես։ Լավ կլինի այստեղ օգտագործել 70%-ի էֆեկտը։ Գիտես, որ այս պավարոտը 100-ի տակ կմտնես, մտիր 70 կմ/ժ-ի տակ։ Գիտես, որ 50 մետրից կանգնես տորմոզ տալով, մի քիչ ավելի երկար քեզ հնարավորություն թող, երկար տեղ արգելակելու։ Մի մտիր, ասենք, դիմացից գնող մեքենայի հետևը դիստանցիան քիչ պահի, որ տորմոզներից վրա միայն հույս դնելով։ 70%-ի էֆեկտը ամեն ինչի դեպքում։ Բացի նրանից այդ ամեն ինչը, որ 70%-ի էֆեկտը աշխատում է նաև պասաժիր չվերցնելու դեպքում։ Դրա մասին արդեն խոսել ենք։ Պետք չի ամբողջ հնարավորությունների չափով մտածես, որ տիպը ես արդեն կարող եմ պասաժիր տանել, ես արդեն կարող եմ հետևս մարդ նստացնել ու վերցնես առանց փորձի քշես։ Այդ 70%-ի էֆեկտը շատ կայֆոտ բան է, աշխատում է նաև օրինակ անակնկալ խոչընդոտը անցնելուն, դիմացը տարված ինչ որ անակնկալ խոչընդոտը հաղթահարելուն, պավարոտի վրա ավազի դեպքում, թաց ճանապարհին, յուղին, վատ ճանապարհները լավ հաղթահարելու դեպքում պետք չի մաքսիմումի տակ քշել։ 70-ի տակ հասնում ես նաև դեմը դրազվարոտարած 70%-ով քշելու դեպքում հասնում ես նաև դեմը դրազվարոտարած ավտոին անցնես եւ այլն եւ այլն։ Աշխատիր մոտոցիկլետը քշել առաջի գոնե 2 սեզոնը քո հնարավորությունների 70%-ի չափով։ 5. Մի փորձիր խրատել բոլոր շուրջ բոլորդ գտնվող մեքենաներին, եթե նույնիսկ քեզ ինչ որ առումով չեն նկատել, պարտադիր քեզ չեն զիջել,
կամ չգիտեմ մի փորձիր խրատել ընդհանրապես դա ոչ միայն առաջի երկու սեզոնի դեպքում աշխատում նաև մնացած դեպքերում էլ է աշխատում միշտ հիշիր որ դու երկուակի վրա ես ու այդ քեզ խրատելը ինչ որ մի հատ մեքենա հանգիստ կարա քեզ շատ ավելի լուրջ խրատի որը նաև վտանգավոր կլինի քո կյանքի դեպքում վեժլիվի համեստ սիրուն քշելը միշտ իր արդյունքը տալիս է եթե նորմալ մոտոցիկլետով դու քաղաքավարի ամեն ինչ միացնելով նաև հարգանքի ես արժան ես շատ քիչ խնդիրների եմ հանդիպում որ ինչ որ մեկը ճանապարհ չտա կամ ինչ որ հիմար բան անեն հա մոպեդների դեպքում հա փոքր պստլիկ տեխնիկայի դեպքում այդ ամեն ինչը մի քիչ երևի աշխատում է բայց միևնույնն է քեզ քաղաքավարի պահելը մնացածին հարգելը ճանապարհին իր արդյունքը տալիս է մնացածն քեզ են հարգում սովորաբար մարդկանց մեծ մասը լայնացնում է մի քիչ ձախ է գնում մի քիչ աչա գնում ինձ ճանապարհը տալի եթե պրոբկին կայնած են որ ես անցնեմ կամ երբ նկատում են այդ խնդիրը միշտ կորում է մի փորձիր խրատել առնվազն ինչ որ այդ հայտնի ձևեր հայլի ջարդել հայլի ծալել բան դրա մասին вообще խոսք չի գնում մի թույլ տուր քեզ ամբողջությամբ չհակնել շորերը մանավանդ եթե ունես միշտ են հիմար էֆեկտը որ 499 անգամ դու հակնում ես ու ոչ մի բան չի լինում ու 500-րդ անգամ որ դու չպիտի հակնես մտածում ես շոկա եկել դու մինչև դիմացի խանութ ես գնալու հենց այդ օրը մի բան լինելու է հասկանում եմ ամառը կուրտկան հակնելը այդքան էլ կոմֆորտ չի տիպը շոկա քրտնացնում է особенно կոժից ինչ որ բաներ մոտոբոտերը այդքան հարմար չի ձեռնոցները վենտիլირуемый է պետք որ բան լինի դա այդ ամեն ինչը հասկանում եմ ես էլ ունեմ նույն խնդիրը բայց ավելի լավ է մի քիչ դիսկոմֆորտ մի քիչ քրտնած լինես բայց անվտանգ ավարիա չտված նորմալ վիճակում ու եթե դաժան գնես էլ քեզ ոչ մի բան չլինի մի փորձ նիպրինիբրիգաց չգիտեմ այդ բառը հայերեն ոնց կլինի դրանով մի փորձիր կիսատ հակնվել դուրս գալ Դաժե եթե կարճ ճանապարհ ես գնում ասֆալտը ոնց որ ասում են ամառնել ձմեռնել նույն ամրությունն ունի ու հայաթի ասֆալտն է նույն ամրությունն ունի որը մինչև խանութ ես գնում դու միշտ փորձիր բոլոր եղած հնարավորություններով մաքսիմում շորերդ ու ամբողջ էկիպիրովկան հագնել ու 7-րդ կետը կլինի շատ բանալն է մի բան բայց մոտոցիկլետի վրա քշելուց բացի քեզ ոչ մի բան թույլ մի տուր մենակ քշել երաշտություն նաուշնիկներով ինչ որ մեկի հետ խոսալ պասաժիր եթե կա պասաժիրի հետ խոսալ մնացածին նայել եւ այլն խառնված լինել դա կարա վատ խաղա ասի մեքենայի դեպքում չի եթե որ նորմալ ռադիո միացնես կամ ինչ որ լավ երաշտություն միացնես մի հատ էլ չգիտեմ վիդեո դնես ինչ որ մեկի կլիպը նայելով քշես մի թույլ տուր քեզ ուրիշ բան անել բացի քշելուց բանալն է բան բայց շատ կարեւոր կենտրոնացիր միայն քշելու վրա Էլի հավելյալ կետեր կլինեն, հետագայում կավելացնենք, բայց էսի ամենաբազովի հիմնական 7 բաները, որ մոտոցիկլետ քշողը չի կարող իրան թույլ տալ։ Ստեսյուն